Կարեն Դեմիրճյան, հայ մեծագույն գործիչ, ծնվել է Երևանում 1932 թվականին։ 1974 թվականից մինչև 88-ը եղել է Խորհրդային Հայաստանի ղեկավար։ Հայրենանվեր մարդ, ով ծավալել է ահռելի գործունեություն նախագահության տարիներին։ Երևանի մետրոն, Զվարթնոց օդանավակայանը, մարզաամերգային համալիրը, ճանապարհներ, գործարաններ, մշակութային կենտրոններ եւ այլն։ 1980 թվականին նա կանխել է Բաքու Նախիջևան մայրուղու հայաստանյան հատվածի շինարարությունը։ 1975 թվականին Կարեն Դեմիրճյանը դարձավ առաջին ղեկավարն, ով սովետական ժամանակաշրջանում պաշտոնապես դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Նա պայքարեց, որպեսզի հայերենը պահվի որպես պետական լեզու եւ նույնպես հաջողեց այդ գործում։ 1999 թվականին ընտրվեց Ազգային ժողովի նախագահ, բայց նույն տարվա հոկտեմբերի 27-ին խորհրդարանի ներսում սպանվեց ահաբեկչության ժամանակ։ Նրա մահից հետո նրան շնորհվեց Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչումը։ Մարդ, ով իր ամբողջ կյանքի ընթացքում պայքարեց իր ազգի համար։ Ճանաչենք մեր մեծերին։